Դժվար մի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է ասաման հարստություն Բոյով դավադրություն և կարճ ուրախություն Նրանց միջև բարի անմեղ երջանկություն Դե բարի գալուստ ուրախ ապրուստ Որտեղի չկա փախուստ Ով կամ ինչ է սա, մեր հետ ասա Ով է սա, կանպեսա Վեց ամիս հարիմաստ անցավ Եթե մեկա մանուկն ու անուշիկը վերջում պսակվելու են Ինչ էր իզուր տեղը խաղցնում Ապա Նկատ ունեմ մանուկին մատներիդ վրա խաղցնում Կարևորը իրանք արդեն ամուսնացել են Էլ դրանից ավելի ինչ ես ուզում Ծոր եմ ուզում Ու դու եթե այդքան չձգձգեիր Ես մի 2-3 ամսից արդեն ծոր կունենալ Իմիջալոց, ինչ-որ նորություն ունես? Իրանք այսօր են վերադառնում այդ մեղր ամիս ու կեսից Ինքդ էլ կհարցնես Չէ, դե մտածում եմ հիմա հեռախոսով մանուկի հետ խոսում ես Կարող է մի բան ճշտած լինեիր, Հասկացա Կորյուն, եթե այգեպան ես ընդունում աշխատանքի, ինչի մի բերան չես ասում մենք էլ իմանանք։ Այսօր մտել էր այգի, մտածեցի գողա, արդեն կացինս հասնում էր ծնկին, այդ պայն Սիլվան եկավ ու… Ու ինչ։ Հետ ինչ հատապտղային քաղցր հոտել գալիս վրա է։ Ինքը մենակ այգեպան չի պապա։ Այստեղ ու ձեռից ամեն ինչ գալիս է, ու կարելի է ասել, որ ինքը այսօրվանից մեր տան ունիվերսալ աշխատողն է։ Եթե Էդիտան այստեղ լիներ, հարցական կնայեր դեմքիդ իբր այդ ունիվերսալ բառը որն է։ Քանի որ Էդիտան այստեղ չի, ես կնայեմ։ Մի խոսքով խելքը ամեն ինչից հասնում է։ Իմիջալուց Սիլվան է խնդրել նրա համար։ Ես էլ համաձայնվել եմ։ Սիլվան է խնդրել, եթե Սիլվան է խնդրել, խնդիր չկա։ Ես էլ Չուլանը, բոլոր գործիքներն ենտեղ են, եթե Անուշավան պապին իմացա, որ խառնել ես, չէ, կեզ հաստատ չի ների։ Սիլվա ջան, մի անհանգստացի, ես բիձեքի լեզուն լավ եմ հասկանում։ Բիձեքի լեզուն, 4 անգամ ամուսնացած տատիկս էլ է լավ հասկանում։ Բայց այ Անուշավան պապի աշխարհ էդ լրիվ ուրիշ աշխարհ է։ Ու լավ կանես այդ աշխարհին չծանոթանաս։ Սիլվա ջան, ինչ կա ուտելու։ Սաքո, ծանոթացի մեր նոր այգեպանը։ Ուրախ եմ, ես էլ Կորյուն Անուշավանիչի վարորդն եմ, Սաքո։ Սաքո։ Ապեր, ասում եմ, Սաքո։ Ապեր, ես էլ եմ ասում, Սաքո։ Ապեր ջան, ասում եմ, Սաքո։ Սաքո, իր անունն էլ է Սաքո։ Այ հիմա հասկացա։ Ադաշ ջան։ Բայց ոնց որ Սաքո անունը քեզ չի սազում։ Արի քեզ ասենք վաղարշ։ Համել երկու Սաքո միտեղ շատ է, հա։ Սաքո։ Լավ։ Ինձ կասենք Սաքո, քեզ կասենք Սաքո B։ Այն թակավորների ժամանակ ոնց էր։ Հենց երկրորդ մարդն էր ավելանում նույն անունով, ասում էին B, չէ։ Սաքո, հանգստացի, հա։ Արդեն չափերն անցար։ Լավ, հանձնվում եմ։ Ասում ես ինչ կա ուտելու Սիլվա։
Գորյուն, բայց հալալա քեզ։ Մի ուղեգրով ամբողջ ընտանիքիդ ուղարկեցիր հանգստանալու։ Այսինքն, Դե որ էդիտային ուղարկեցիր հանգստանալու համ ինքը նա հանգստանում, համ ես, համ դու։ Այս Սիլվայից մասին էլ չեմ ասում։ լավ էլի պապա։ Լսի, բայց կարող է տեղը այնքան լավ լինի, որ որոշի մնալ էլ հետ չգա։ Հոկտեմբեր ամսին Սևանում ոնց կարա լավ լինի։ Որնես վրազացրեցի, չհասցրեցի մի հատ նորմալ տեղ կազմակերպեմ, որ գնա։ Բայց վսյոտեքի մտածում եմ կարող է մարդ-մուրդ խառնենք ուղարկենք Ղարաբաղ։ Կամ բույոքներից են կողմ։ Հե։ Կեր դառնա։ Այ, շատ ծիծաղալու էր, պապա, շատ։ Հալավ այդ տղարի, մեծ մարդ ես, ավելի շուտ մեծ մարդ եմ, մի բան էլ ասեցի։ Օրյուն։ Հալավ մի նեխի, այդ տղա կատակ է անում։ Համել շնորհակալություն բալես, որ իմ սենյակը էլի ինձ տվեցիր։ Խնդրեմ, պապա։ Չարժի բալես։ Արժի, պապա։ Սաքո։ Ոյ չեմ, Սաքո ետ է։ Մի խոսքով Սաքո մեքենան պատրաստի գնում ենք։ Եղավ շեֆ ջան։ Հասնորեն քո անունն էլ է Սաքո, հա։ Հա, շեֆ ջան։ Որ անունդ Սաքո է, հետ այդքան էլ լավ չի։ Հուսով եմ են Սաքոյի պես ғամմաս չես։ Բայց այդ շեֆի պահը դուրս եկավ, որովհետև ես քո անմիջական ղեկավարն եմ։ Հուսով եմ Սիլվան քեզ ծանոթացրել է մեր տան կարգ ու կանոնին։ Վաղուց չէի լսել այդ արտահայտությունը։ Ֆինանսական ու մյուս հարցերը երեկոյան կքննարկենք։ Սիլվային անպայման կասես, որ քեզ Սամոյի պատմության հետ ծանոթացնի։ Պետք է շատ կօգնի մեր տան մեջ ադապտացվելու համար։ Հա, ու մեկ էլ մի բան, Սիլվային հանկարծ չնեղացնես, որովհետև դու Սիլվայի միջոցով ես մեր տունը հայտնվել։ Նենց չանես, որ Սիլվայի միջոցով էլ դուրս շպրտեմ քեզ տեղից։ Դե գնա գործարա։ Թափով, թափով, թափով։ Ռիմա մի հատ զանգի տես ինչ նորություն կա օդանավակայանից։ Կորյուն Շավանովիչ հենց նոր տեղեկացա օդանավակայանից, որ մեզ հետաքրքրող օդանավը 3 ժամից միայն կհատի մեր երկրի, այսինքն Հայաստանի Հանրապետության օդային սահմանը։ Այսպես մեր պայմանագրերն ես կազմում։ Օրինակ ես ինչա։ Սույն պայմանագրով ծառայությունների իրականացմամբ շահագրգռված ֆիզիկական կամ իրավաբանական անձը։ Դժվար է ուղղակի գրել պատվիրատուն։ Լավ։ Ռիմա դու թորներ ունեիր։ Ակնարկում եք, որ ես արդեն պարավել եմ։ Բնավ։ Ուղղակի մի քանի հարց կար թորների հետ կապված, ուզում էի մի քիչ խորհուրդ տայր։ Ես չունեմ, բայց քույրս ունի եւ թորների մասին ընդհանուր առմամբ տեղյակ եմ։ Ուղղակի ուզում եմ իմանալ ոնց է պետք ճիշտ թորանը դաստիարակել։ Երես տալ, թե ընդհակառակը խիստ լինել, ու տենց մի քանի հարցեր։ Կորյուն Շավանովիչ, քույրս օրինակ լավ արարքների համար թորներին խրախուսում է, իսկ վատ արարքների համար նույնիսկ կարող է անկյուն կանգնեցնել, բացառությամբ վերջին թորնիկի։ Ռիմա, դու ինձ ասա, քո քրոջ ամուսինը իրան ոնց է պահում, որովհետև ի տարբերություն քրոջդ ես պիտի դառնամ պապիկ, ոչ թե տատիկ։ Ամեն ոչ մի բան էլ պետք չի, ավելի լավ է դու ինձ համար համապատասխան գրականություն ճարի։ Ասենք, պապն ու թոռը, կամ ոնց թոռանը երես տաս, որ վաղը մյուս օրը գլխիդ չնստի,
Կամ թորն ու բազկաթորը, այդ ձևաչափի մեջ գրականություն, լավ։ Լավ։ Ասում ես վերջին թորանը քուրդ ինչի անկյուն չի կանգնացնում։ Նա չի կարողանում կանգնել 2 ամսական է։ Ահա, այ որ հասես նոր։ Աստորեն։ Իրականում Սաքոն ինձ բարեկամ չի, պապի։ Ավելի ճիշտ խնամի է։ Քրոջս փեսու հորոխբոր տղեն է։ Իրականում կապ չունի, թե Սաքոն քո ինչն է, Սիլվա։ Կարևորը ինքը քեզ հետ կապ ունի։ Իսկ դա նշանակում է, որ մեր այգու ու Չուլանի դռները միշտ բաց են իր դիմաց։ Մերսի, պապի ջան։ Վայ։ Մերսի, Անուշավան ջան։ Եղնիկ է, եղնիկ։ Նստեք, պարոն Միսակ, պապին խոհանոցում է, հիմա կկանչեմ։ Օրիորդ Սիլվարդ, հաշվի առնելով Անուշավան կոմունիչի տարիքային տարբերությունը եւ բարոյական նորմերի պահանջները, ես պարտավորված եմ ինքս գնալ խոհանոց։ Անուշավան կորյունիչ, Ես եմ, Միսակ ջան, ուղղակի մեջքս մի քիչ բռնվել էր, որոշեցի սառը գետնին պարկեմ, ասում են լավ է։ Ո՞ց ես։ լավ հարգելիս, չնայած լավը հարաբերական է, սակայն իրականում ձեր հարցն է, որ շփոթեցնում է ես։ Չեմ հասկանում, ուզում եք իմանալ ինչպես է իմ առողջությունս, թե ինչպես են իմ գործերը։ Ճիշտ ես ասում, Միսակ ջան, մի հատ կոֆե խմի։ Հաշվի առնելով այն փաստը, որ ես առավոտյան սրճել եմ, իսկ սուրճի օրեկան նորման 50 միլիլիտրն է, ուստի իմ կողմից տրամաբանական կլինի մերժել ձեր առաջարկը։ Քանզի գիտակցաբար վնասելով օրգանիզմը ոչ այլ ինչ է, քան հիմարություն։ Դուք կարծում եք, որ ես հիմար եմ։ Չէ, Միսակ ջան, ես դες բան չեմ մտածում։ Ես չգիտեի, որ մինչև քո ստեղ գալը դու արդեն 50 միլիլիտր խմել ես։ Ասա Սաքո։ Արդեն վայրը չկա կատարել։ Ես ամի քանի րոպեից դուրս են գալիս, դիմավորի եկեք դու։ Եվ հենց այդտեղից էլ առաջացել է խնամի բառը։ Այսինքն մենք պիտի խնամենք։ Կորյուն։ Միսակ ջան, ես եմ։ Մեջքս մի քիչ ցավում էր, որոշեցի պարկեմ։ Ոնց ես։ Լավ։ Չնայած լավը հարաբերական է։ Անջելիա։ Դե, պատմեք տենան ոնց անցավ ձեր մեղրամիսը։ Շոտ լավ։ Չէ, ավելի մանրամասն պատմեք։ Սոքո։ Դե, մանուկ ջան, նկատի ունեմ ուր գնացիք, ոնց հանգստացաք։ Անջելիա։ Ես եմ։ Ես եմ։ Ես եմ։ Դե, մանուկ ջան, նկատի ունեմ ուր գնացիք, ոնց հանգստացաք։ Ես եմ։ 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 Ես եմ։
Սա քո ամեն ինչ հիանալի էր, ուղղակի անմոռաց։ Մանուկ մանուկ։ Բայց հալալա ձեզ, գիտեք։ Ուր նստում եմ ձեր սիրո պատմությունն եմ պատմում։ Ոնց իրար հասակ, ինչերի միջով անցակ։ Մանավանդ մանուկը։ Մնում եմ ենք էլ մեր ուզածին հասնենք։ Հետո Սաքո, տանը ինչ կա, ամեն ինչ նորմալ է։ Դե հա։ Ձեր հարսանեկից հետո, ավելի ճիշտ ձեր գնալուց անմիջապես հետո շեֆը Էդիտային էլ ճանապարհեց։ Ուղղակի միակողմանի տոմսով։ Դե բա ինչ աներ, խեղճաները չես գլխին, նենց բան չարեց որ։ Ինչ աներ։ Դնում ես ինչ լավ է, որ շեֆը արդեն քո աներն է։ Ավելի ճիշտ դու ես շեֆի փեսան։ Ավելի ճիշտ տնփեսան։ Մնում է ընկերներիդ չմոռանաս մանուկ։ Չնաշխարհիկ բազմոց է։ Երկրորդ անգամ ես ավելի հանճարեղ բան մտածեցի։ Ֆինանսավորումը դադարեցին։ Եվ այդ տարվա Նոբելյան մրցանակը հանձնեցին երեք արտասահմանցի ֆիզիկոսների, օպտիկա մանրաթելային, թվային լուսանկարչության տեխնոլոգիաների բնագավառներում կատարվող աշխատանքի համար։ Միսակ, գիտես ինչի քեզ մրցանակ չեն տալիս։ Որովհետև դու մաթեմատիկոս ես, բայց խառնում ես այդ օպտիկա, մանրա եւ մեծածախ այդ վաճառքի դելերի մեջ։ Հետ, աչե մեջ։ Այլ տարբերակ չկա։ Ինչ որ մի մաթեմատիկոս քնել է Նոբելի կնոջ հետ։ Ինձ հետո Նոբելի հորդորով մաթեմատիկայի ոլորտում ոչ մի մրցանակ չի հանձնվել։ Ասա ով։ Ով է տեսել գիտնականը քնի ուրիշի կնոջ հետ։ Գիտնականը անգամ սեփական կնոջ հետ չպիտի քնի, այլ պիտի տրվի գիտությանը։ Չնայած սեփական կնոջ հետ երբեմն կարելի է քնել։ Յա։ Բալես, 45 օր, 16-ին 37 վայրկյան։ Կյանքում չէի պատկերացնի, որ քեզ տեսնելուց սենց կուրախանամ։ Ես էլ եմ շատ ուրախ։ Չես պատկերացնի, թե այս պահին ինչքան եմ սպասել։ Մանավանդ այս վերջի 2 րոպեն։ Անտանելի է։ Պապ, Յա։ Ոնց ես բալես, դելը պատմի, լավ անցավ, հոսովաշ չէիր մնում, ու կպշկվող բան չկա։ Ինչի շուտ չէիր զանգում։ պապ, օրը 5 անգամ խոսելը կարծում եմ շուտ-շուտից մի բան էլ ավել է։ Լավ, նա տեղավորվեք նորմալ հաց ուտել։ Մենք սոված չենք, ինքնաթիռում կերել ենք։ Այ մարդ էլի կերեք բան չի լինի։ Սիլվա, մի հատ նորմալ կոֆեի սեղան կսի, խորոված է, բան է։ Մանուշի քսա։ Հարգելի սեղանակիցներ, բարեկամներ, զավակներ, հարգարժան Անուշավան Կոյրունիչ։ Ես իրականում կողմ չեմ բարեմաղթանքները ասել ալկոհոլի ուղեկցությամբ, որովհետև ալկոհոլը ներազդում է։ Ես ուրիշ լավ նորություն էլ ունեմ ասելու։ Ինչպես արդեն խոստացել եմ, ես իմ բիզնեսներից մի քանիսը նվիրել եմ մեր նորաստեղծ ընտանիքին։ Իդեմս Անուշիկի, հանձինս Մանուկի։ Ավելի ճիշտ հանձինս Մանուկը ուրիշ պատասխանատվության տակ էլ անկնելու։ Այսօրվանից սկսած նա կլինի իմ գլխավոր հաշվապահ։ Ջան։ Կորնալ շանիչը, դա մեծ պատասխանատվություն է,
Բայց անչափ շնորհակալ եմ վստահության համար։ Արժան, բա եղավ։ Ես քեզ չվստահեմ, ում վստահեմ։ Նենց որ շուտ սուրճդ խմի, գնանք աշխատասենյակի դեպ ծանոթացնեմ։ Ես վերջացրեցի։ Առա։ Բերում են գնացինք։ Իսկ կլինի ես էլ գամ։ Իհարկե բալես։ Ես կսպասեմ այստեղ։ Հուսով եմ չեք ուշան։ Չէ, հաստատ չեն ուշանա, բայց եթե գործեր ունես, կարող ես գնալ, Միսել ջան։ Չէ, առանձնապես զբաղված չեմ։ Որուն աղբորպես նենց արեք չուշանակ։ Երեխեք ջան, ես ուր։ Օֆիս։ Էստի ամեցեք։ Մանուկ ջան, ես էլ քո աշխատասենյակը։ Ուզում եք ասեք, ես ստեղ եմ աշխատելու։ Մարդը ամուսնանալուց հետո լրիվ ցնդել է։ Տղա ջան, բա աշխատասենյակում բացի աշխատելուց ուրիշ ինչ են անում։ Չէ, նկատի ունեի, այսինքն ես մտածում էի, որ Այժմ, քանի ես ողջ առողջ եմ, դու մտածելու բան չունես։ Ես ամեն ինչ քո փոխարեն մտածել եմ։ Դու կաշխատես, կապրես այստեղ։ Կանես իմ սև հաշվապահությունը։ Արտաքին աշխարհի հետ կապը Սակոյի միջոցով կլինի, հետո ավելի ապահով կլինենք։ Վաղը մյուս օրը ըղիանալա, բանա, Անուշիկից կողքին կլինես։ Դե մեզ։ Չէ, պապ ջան, իրոք շատ լավ բան ես մտածել։ Մերսի։ Հասկանում ես։ իսկական շատ լավ բան եք մտածել։ Դե բալես դու գնա պապիի մոտ, քանի կեսրարդ հորս գլուխը չի կերել։ Ես մանուկի հետ մի քանի մասնագիտական հարց ունեմ քննարկելու։ Քննարկեմ ու կմիանանք ձեզ։ Красавица. Մանուկ, դելը պատմի, ոնց էր, Անուշիկս ոնց էր, մի բան եղավ։ Ճիշտն ասած, Կորյան չի, եղավ, բայց ես մեղավոր չեմ, ես հետո մի քիչ լավ չես գում պարկացեի, Անուշիկ եկավ լույսը անջատեց, ես սկզբից չհասկացա ինչա կատարվում, հետո մինչև ես խելքի եկա արդեն ուշ էր, ես մեղավոր չեմ, ես… Այդ այդ չեմ հարցնում, ասում եմ, մի բան եղավ։ Հա, այդ նկատում եք։ Մենք որոշել ենք մի քիչ երեխայի հարցում չշտապել, դե քանի երիտասարդ ենք մի քիչ վայելենք։ Դες բան չկա, արա։ Ես ամբողջ օրը նստած օրերն եմ հաշվում, ինքը ասում է չշտապել, վայելել։ Ճիշտ ասած, դա մի քիչ Անուշիկի նախաձեռնությունն է, ես… Այդ կապ չունի, տան տղամարդը դու ես, դու ոնց ասեցիր, տենց էլ պետք է լինի։ Նես որ դու հիմա գնում ես Անուշիկին ասում ես, որ մոտ ապագայում ինձ թոր ես պարգևելու, ու հասարակ թոր չէ, տղա թոր։ Բայց ախր… Ես իմ ասածը ասացի, չարեցիր ամեն ինչ հետ կվերցնեմ, արեցիր կկրկնապատկեմ, հասկացանք իրար։ Լավ։ Դե աշխատասենյակի դե ծանոթացի ու հիշի ինչի համար ենք հավաքվել, մանուկ։ Թոր։ Թոր։ Բարի գալուստ։ Դժողքի երորդ սեզոն։
Դժվար մի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է ասաման հարստություն, բոյով դավադրություն եւ կարճ ուրախություն, նրանց միջև բարի անմեղ երջանկություն, դե բարի գալուստ ուրախ ապրուստ, որտեղի չկա փախուստ, ով կամ ինչ է սա մեր հետ ասա, ով է սա,